Այսօր աշխատանքի միջազգային օրն է, ձեզ Հայաստանում աշխատողի իրավունքները պաշտպանված են։ Ինձ թվում է ոչ այդքան։ Ես ինքս չեմ աշխատում, երևի աշխատողներին հարցնեք ավելի ճիշտ պատասխանեն, բայց պահպանվում է թե չի պահպանվում չեմ կարող ասել։ Երևի որոշակի չափով չէ։ Մայիսի 1-ին լուսաբացին շուտ արթնացա ես քնից, ալ փողկապով, ծիծաղծափով դուրս վազեցի ես տնից։ Հիմա Հայաստանում աշխատողների իրավունքները պաշտպանված են։ Հիմնականում հիմնականում պաշտպանված են։ Շատ որոշ թերություններ Թերություններ լինում որոշ դեպքերում, բայց հիմնականում պաշտպանված է, ոչինչ։ Ասում փառք։ Իհարկե ոչ։ Այո, պաշտպանված են անպայման։ Չեմ գոյում։ Իհարկե պաշտպանված են, չեն աշխատում։ Լրիվ։ Իհարկե չէ։ Իհարկե չէ։ Ոչ։ Ինչու օրինակ։ Ամեն օր որտեղ է պաշտպանված, որտեղ է լինի պաշտպանված։ Կներեք տեղ բար կա ասելու, կներեք ինձ 1000 ներողություն, բարդա կա ամենտեղ, ամեն օր։ Նա միտինգ են անում այնտեղ։ Աշխատողները։ Այո, դե չգիտեմ, ես չեմ կարա հիմա ասեմ, որտեղ շատ բան է փոխվել սովետական միությունից հետո։ Թե ոնց են պաշտպանված, չգիտեմ, կապիտալիստական համակարգի մեջ կա պրավսայուց հասկացողությունը։ Դե պրավսայուզը մեր մեջքին չի կանգնում, ինչ է պաշտպանություն։ Կարծում եմ, որ ոչ։ Օրինակ ինչու։ Որտեղ քիչ շատ աշխատում են, շատ քիչ վաստակում։ Կարծում եմ այդ անարդար է, որովհետև մեր երկրում էլ ամեն ինչը թանկ է, շատ։ Ոչ բոլոր պարագաներում։ Օրինակ, որ պարագաներում պաշտպանված չեն։ Աշխատանքային ժամը բավականին երկար է մարդկանց։ Հանգստյան օրերը համեմատաբար քիչ են, նայած բնակավար։ Ընդհանուր առմամբ ես ինքս որպես աշխատող չեմ դժգոհում։ Ես շատ բավարարված եմ ինձ զգում, որտեղ բոլոր պայմանները ինձ համար ստեղծված են, որ ես կարողանամ լիարժեք աշխատել։ Իսկ ընդհանուր Հայաստանի միջին աշխատավարձի մասին ինչ կասեք։ Եկեք այդ մասին չխոսեմ։ Նեգատիվ բաներ չեմ սիրում ասել, բայց ընդհանուր առմամբ դեռ այն մակարդակում չի էլի, որ մենք գոհ լինենք։ Ըստ ինձ ոչ, պաշտպանված չի։ Օրինակ ինձ հեռացրեցին աշխատանքից, ես շիթիում էի աշխատում, վերցրեցին եւ հեռացին, այդ հնդիկներին բերեցին, ինձ էլ ուղղակի ասեցին, որ դուք պետք չեք ու վերջ։ Ասեցին օֆիս գնացեք, ես էլ չգնացի օֆիս ու մինչև հիմա ես չեմ աշխատում։ Իհարկե։ Հիմա պաշտպանված է, այո։ Որոշ չափով պաշտպանված է միանշանակ։ Իսկ առաջ Առաջ ճիշտ ասած չեմ ուզում ես արտահայտվեմ։ Դե երևի որ ժամանակին շփվելա գիտի, կարծում եմ իրանց ասես ավելի լավ կիմանան պաշտպանվել։ Հիմա առավելություն կա։ Այո։ Միանշանակ ոչ եւ ոչ մի կերպ։ Ավելի քան համոզվեցի վերջին 7 տարվա մեջ։ օրինակ ինչպես եք համոզվել։ Դե Խավոր, Սանիկ, Բաջանաղ, Վերնախավից սկսած ավելի քիպ, ավելի մոտիկ մեր այսօրվա բարբառով ասած պետք է իրանց քիմքին հարիր մարդը լինի, իրանց հոգի առազատ, իրանց մակարդակի, իրանց մաստի, որ աշխատանք ունենան, կարողանան բան անեն, բայց իրականում լավ մասնագետները ստվերում են հայտնված։ Ու ցավալի փաստ է, որ չի գնահատվում մարդ որպես արժեք, որը գրված է ՀՀ սահմանադրական իրավունքով մարդը բարձրագույն արժեք է, բայց վերջին 7 տարին ապացուցեց ես իմ գոնե կաշի վրա զգում եմ, որ Իսկ աշխատավարձերի մասին ինչ կասեք Հայաստանում միջին աշխատավարձերի մասին։ տխուր է եւ շատ վատ։ Բան չի սպասվում եւ ոչ էլ ակնկալում եմ։ Բարձր աշխատավարձ։ Եվ ոչ միայն բարձր աշխատավարձ, եթե նույնիսկ ինքը 3 կամ 5000 դրամա բարձրացնում, значит Զամբյուղը, որ աշխատավարձի կամ բանի տեսքով է, թոշակի կամ նպաստի, չի բավարարում եւ ավելի քան ցավալի փաստի առաջ են կանգնում։ Զինաշխանդամները, կենսաթոշակառուները, վարկապառիկով ապրող ազգ ենք դարձել։ Ունենք այն ինչ ունենք, ցավալի փաստ է։ Հայաստանում ամեն ինչ պաշտպանված է, մենակ որ քաղաքացիները հասկանան
իմանան, որ քաղաքացիության իրաց պարտքը իմանան ինչ է, ամեն ինչն էլ պաշտպանված է, ինչու՞ չէ, եթե ինչ-որ, չգիտեմ, ես կարծում եմ ամեն ինչ շատ լավ է։ Քաղաքացիները ինչ չեն հասկանում։ Չեն հասկանում, որ իրանք քաղաքացի են, իրենց քաղաքացիական պարտքը չեն հասկանում, որպես քաղաքացի դեռ Հայաստանում ձևավորված չի մարդը, կան, բայց անհատներ են, ընդհանուր քաղաքացիության ուրիշ երկրներում զարգացած մարդիկ քաղաքացիները գիտեն իրենց պարտականությունները, հանրակարգը նստում են, չեն վճարում, այդ արդեն ծիծաղալի է, էլի, այսինքն չգիտեն, որ այդ վճարման գումարը որտեղ է գնում, իրանց չի հետաքրքրում դա, ձևավորված չեն որպես քաղաքացի, սա դժբախտություն է, անգրագիտություն ավելի շուտ, ես չեմ անում, այս ոնց պետք է լինի, սպասելիքը պետք է մեզանից սպասեք, ամեն մարդ իրանից։